Բարև ձեզ Տիկին Դիլբարյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես, երբ այս իշխանությունը զբաղված է իրավապահ ուժերը կենտրոնացնելով ընդդիմախոսներին բերման ենթարկել, կալանավորել, այդ շոուները նկարելով, ամբողջ երկիրը վխտում է հանցագործությունների մեջ, մենք տեսնում ենք օրը ցերեկով գնդակահարում են ուղղակի, զենքը հանում են, կոմիտ ասում էր վերջերս, մուրացանում էր վերջերս եւ այսպիսի աչուձախ սպանություններ ու սրա զուգահեռ նաեւ աղետալի ցուցանիշ է հայկական բանակում 7 ամսվա ընթացքում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք։ Իրենք անընդհատ բղավում են, որ տեսեք սահմանի խաղաղություն է, կրակոցներ չկան։ Իրականում մահը ներսում է հենց եւ այդ մահի ազդեցության պատճառով այսքան երեխաներ ու ապագա, այսպես ասենք, գիտնականներ, չգիտեմ, տարբեր մարդիկ են մահանում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, այս աղետալի թվերը ուր է նորմալ երկրում ասում են պաշտպանության նախարարը պետք է վաղուց հրաժարական տվասներ, չնայած 15 զինծառայողի մահից հետո դա պետք է լիներ վառվելուց։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ հնարավորություն ընձեռելու համար։ Ձեր ներկայացրած վիճակագրությունը պարզապես ահազարհուր է։ Խնդիրը անգամ նորմալը չէ, քիչ թե շատ այսպես դրամաբանական կառույց ունեցող եւ քաղաքական մասնագիտական պատասխանատվություն ունեցող համակարգում իրոք նրանք, ովքեր փաստորեն ուղղակի հանձնառու են իրենց ոլորտում զարգացումը կամ գոնե բարեկանոն աշխատանքը ապահովելու առումով պետք է հեռանային եւ ընդունեին իրենց մեղքը, բայց մենք գիտենք, որ ցավոք հեռու ենք տրամաբանական զարգացումներից, մեզ մոտ խոր համակարգային ճգնաժամ է եւ հասարակությունը, ես կարծում եմ, քաղաքացիները, որոնց անունից այդպես հանդես են գալիս ներկա իշխանությունները, ես կարծում եմ, պետք է անպայման իրենց անհանգստությունը եւ իրենց ձայնը բարձրացնեն, որովհետև այս վերջին դեպքն էլ Սլավոնական համալսարանի լրագրության բաժնի ուսանողի վերաբերյալ, որի մասին եւ կարծիքներ հնչեցին եւ նրա դասախոսները, ընկերները սոցիալական ցանցերում ամենուր գրում էին, թե նա որքան զուսպ, համեստ եւ արտաքինից էլ երևում էր, որ այսպես կազմակերպված բարեկանոն երիտասարդ է, նրան ես կարդացի մի շատ ճիշտն ասած տհաճագույն ձևակերպում անզգուշությամբ ինքնասպանություն հասցնելու պարզվում է հոդված կա, այդ հոդվածով էր, որ 2 հոգու ձերբակալել էին։ Սա հերթական զանգն է եւ մենք յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ սա մեզանից հեռու գտնվող ինչ-որ ընտանիքի կամ մարդու կորուստ չէ։ Այդ կորուստը աստիճանաբար բախում է բոլոր դռները, հիշում եք, երբ ծառայությունը դարձրին 2 տարվանից 1.5 տարի, դա թմկահարվում էր որպես մեծ հաջողություն, այսպես բանակում լուրջ բարեփոխում, բայց մենք տեսնում ենք, որ ըստ էության իշխանության առաջարկած քայլերը, որոնք ազգային ժողովների կողմից անմիջապես դակվում եւ օրենքի ուժ են ստանում, ոչ միայն համակարգը չեն բարեփոխում, առավել ընդգծված են դարձնում այնտեղ կուտակված, այո, երևի թե հին, բայց հիմա զարհուրելի աստիճանի հասնող խնդիրները։ Այսինքն, քանի գիտեք լումա արժե իրենց հռչակած խաղաղությունը, ընդհանրենք դրսի խաղաղությունը, որը դարձյալ ամեն վայրկյան ինչ-որ մազից է կախված եւ ուղեկցվում է Ալիևի սպառնալիքներով, բայց ինձ համար տվյալ պահին առավել վտանգավոր է այդ ներհասարակական, մեր ներհամակարգային ըստ էության պատերազմը։ Կարելի է ասել, որ գիտեք դաստիարակված, ըստ էության բարեկիրթ, զուսպ մարդկանց հանդեպ, որոնք հեռու են քրեական ենթամշակույթից, չունեն, գիտեք, անսպառ ատելության դիմացինին հայհոյելու պաշար, ապա նրանց ուղղակի ենթարկում են, դա խոշտանգում է, հոգեբանական, մարմնական, ֆիզիկական խոշտանգումների,
Եվ ես կարծում եմ այդ ինքնասպանություն հասցնելն էլ պետք է ուշադիր ուսումնասիրվի, ես բոլորովին հավատ չունեմ, մենք գիտենք, որ կա այդպիսի բազմաթիվ նախադեպերի մի շղթա, որ սպանությունները փորձում էին կոծկել ինքնասպանության տեսքով, այն էլ այդպիսի անհեթեթ ձևակերպամբ, անզգուշությամբ։ Իսկ ինչու անզգուշությամբ, եթե դուք այսպես պարբերաբար մարդուն նվաստացնում եք, նրան ստորացնում, նրան ինչ-որ անհասկանալի բացարձակապես բանակի եւ զինվորական ծառայության հետ կապ չունեցող մեթոդներով ենթարկում խոշտանգումների, դրանից հետո էլ նրանց վերացնում են։ Եվ երևի դյուրին է, չէ, ամեն ինչ այսպես անզգուշության վրա բարթելը, երևի Ազատ գյուղում էլ անզգուշությամբ այդ վառարանը, չգիտեմ, բռնկվեց, մենք պարբերաբար անզգուշությամբ կորցնում ենք ազգի սերուցքը։ Եվ լռություն, ոչ մի պատասխանատվություն չկա։ Ես կարծում եմ բոլոր քաղաքացիները պետք է բարձրացնեն իրենց ձայնը, չգիտեմ, գուցե հիմա տապ է, չգիտեմ, խառան իրավիճակ է, ազգային ժողով չկա, կառավարությունը կարծես փոփոխությունների շեմին է, բայց բոլորովին որևէ հուսադրող քայլ չկա, մենք չենք էլ լսել, որ ենթադրենք Սուրեն Պապիկյանը դուրս գա եւ, չգիտեմ, ինչ որ հաշվետվություն ներկայացնի, փորձի բացատրել, թե ինչ է այսքան ժամանակ, որ ինքը նախարար է, ինչ է արել քրեական ենթամշակույթը, ոչ կանոնադրային, գիտեք, հնչում են այդ բառերը ինչ-որ շատ այսպես զուսպ ձևով, բայց իրական դա ոչ կանոնադրային կամ քրեական, այլ դա հանցագործ, մարդասպանական մշակույթ է։ Եվ այդ մշակույթը բոլորովին ոչ միայն արմատախիլ չի արվում, այլ առավել խորանում է։ Ընդհակառակը լսում ես, որ այն զինվորականները, որոնք մարտական անցյալ ունեին, իրենք պաշտպանության համակարգից դուրս են գալիս, իրենց հանդեպ նաև քրեական գործեր են հարուցվում, չգիտեմ, նսեմացնում են ամեն կերպ իսկական բանակայիններին, եւ բանակը դառնում է ինչ-որ պատահական մարդկանց հավաքածու, որտեղ խնդիրը ոչ թե սեփական հայրենիքը պաշտպանելն է, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելը, այլ սեփական իշխանությունը հաստատելը եւ մնացածներին նսեմացնելը։ Ես կարծում եմ այստեղ լուրջ պատճառներ կան եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պարզապես պահանջում եմ, որ պաշտպանության նախարարը հաշվետվություն ներկայացնի։ Այդ իրենց 1.5 տարվա մասին օրենքը, որը չբերեց ոչ մի առայժմ այնպես նկատելի դրական արդյունքների, միթե դրանով են ավարտում բարեփոխումները, կամ զինվորականներին նաև մարտական անցյալ ունեցող այդպես ֆիզիկական չափազանցված պայմաններով ատեստավորման, էլի որակավորման ինչ որ նոր դասընթացներ, որ աշխատավարձը բարձրանա, երբ աշխատավարձն էլ բոլորովին սազական չէ այսօր 21-րդ դարի բանակին։ Ինքը պետք է հաշվետվություն ներկայացնի եւ պատասխան տա։ Հիշում եք ընտրական շրջանում ինչ ակտիվ էր աշխատում անընդհատ Ստեփանա, այդ ընտրական եռանդը, չգիտեմ, գնաց բոլորին դե, բայց դա ակտիվ գորգորում էր, հա, իսկ հիմա ինչի մասին է, իսկ ինչ պատասխան է ինքը տալու, մենք էլ կարող ենք հարցնել, իսկ ինչու են զոհվում զինվորները, ինչու են այդպես, ոչ, այո, Ադրբեջանը չի հարձակվել են զինծառայողները, ժամկետային, ոչ ժամկետային, եւ ոչ ոք ոչինչ չի բացահայտում։ Դա էլ պետք է, գիտեք, զինդատախազություն կա, դատախազուհին ես կարդացի, որ ինչ որ լրատվամիջոցում գրված էր, որ ամփոփել է եւ ասել է, որ հասարակության վստահությունը դատախազության հանդեպ բարձրացել է։ Որտեղ է բարձրացել այդ, որտեղ է տեսել Տիկին Վարդապետյանը այդ վստահությունը, որը բարձրացել է։ Ընդհանրապես, գիտեք, հաշվետու լինելը, որը ժողովրդավարական հաստատությունների տարրական հատկանիշն է, լրիվ վերացել է։ Մեզ միայն ինչ-որ վարդագույն հեռանկարներ են ցույց տալիս եւ ոչինչ չեն ասում։ Ոչինչ չի բացահայտվում եւ ամեն անգամ ասում դաստիարակված բարեկիրթ երեխաները բռնի ուժի զոհ են դառնում։ Երբ պետք է բանակում իշխի տրամաբանությունը, օրենքը։ Եթե նախարարը չի կարողանում աշխատել, թող խոստովանի, ասի, գիտեք, ես չգիտեմ, չեմ կարողանում աշխատել, ընտրություններ եմ կարողանում լավ կազմակերպել, չնայած որքան գիտեմ Ստեփանավանում էլ պարտվել էր քաղաքացիական պայմանագիրը,
Այսինքն այնտեղ էլ իր այդ եռանդը արդյունք չունեցավ։ Միթե չկան այլևս կազմակերպված մարդիկ, որոնք կարող են մեր բանակը ղեկավարել։ Դրա փոխարեն կան գլխավոր դատախազը, երբ ասում է, որ վստահություն կա դատախազության նկատմամբ, պայթում են ամբողջությամբ շինծու գործերը։ Նախ խնդրեմ պարոն Ծառուկյանի նկատմամբ այս ամենը 3 օր է հարցաքննվում է եւ մենք տեսնում ենք նաեւ, որ ըստ էության ինչ է տեղի ունենում, ինչպես այնտեղից պարոն Աբովյանն էր հայտնում եւ մյուսները, անգամ այս իրանցիները շարքային խաբեբաներ են, որոնք մի դրամի անգամ ներդրում Հայաստանում չեն արել, այո։ Արկածախնդիր հանցագործներ։ Ինչ է տեղի ունենում, ամեն անգամ այդպես այդ ձեռնաշղթաներով պարոն Ծառուկյանին բերելը, այդ ամեն ինչը խնդրեմ։ Դե գիտեք, դրանք բոլորը ցուցքեր են, հին հայերենում ցուցք նշանակում է այսպես կեղծ կազմակերպված տեսարան, որը ունի ակնհայտ ահաբեկելու, այսպես սարսափ առաջացնելու միտում եւ ցույց տալու, որ իրենք տերերն են։ Նեոբոլշևիկյան, ես կասեի ավելի սարսափելի մթնոլորտներով ուղեկցվող այդ թեր կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր նախընտրում ասել կրքոտ դատավարական ընթացքները, ձերբակալությունները ընդհանրապես վկայում են այն մասին, որ Հայաստան օրենքը բացարձակապես չի հարգվում եւ գիտեք նախորդ հարցի հետ էլ կապեմ, ինչու է բանակում այսպիսի մթնոլորտ, բայց եթե կներեք քաղաքական ամենաբարձր ատյաններում այսինքն գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, հարաբերությունների այդ ձևաչափը նման ձևով է կառուցվում, այսինքն կփռենք քեզ ասֆալտին, կապ չունի էլի դեռ ապացուցվել է դու մեղավոր ես, մեղավոր չես, կնսեմացնենք, խոշտանգումների քեզ կենթարկենք, ապա ես կարծում եմ բանակում պայմանագրային եւ կամ ժամկետային ծառայողները հենց այդ նույն սկզբունքով են առաջնորդվում, մտածում են մենք էլ կպահանջենք, կփռենք, կպարկեցնենք եւ տեղի ունենում, այս ամենը խիստ իրար հետ կապված է։ Գիտեք, ատելության մթնոլորտը թևածում է ամբողջ Հայաստանում եւ դա զարհուրելի է։ Երևի մեր թշնամիները ակնհայտ ուրախ են, որովհետև այս ներ հասարակական ատելության մթնոլորտում, եթե դու մի փոքր իշխանություն ունես, ուրեմն պետք է քո հայրենակցին ստորացնես, թշնամիների համար մեր երկիրը դառնում է նվաճելու տեսանկյունից դրախտավայր։ Դրա համար ամեն օր խոսում է, չգիտեմ, Արևմտյան Ադրբեջանի մասին, եւ այն մասին, որ մենք պետք է սահմանադրություն փոխենք, բոլորը խոսում են մեզ այդ հրամայական տոնայնությամբ, այնինչ իշխանությունը շարունակում է հրահրել այդ ատելությունը։ Հիշեք, որքան կարճ տևեց այդ վարքականon ընդունելը։ Մի անգամից էլի փոխեցին բառապաշարը, հայհոյանք, նսեմացում, հոգեբանական, ֆիզիկական խոշտանգում։ Ակնհայտ է, որ այդ Իրանի Հանրապետության քաղաքացիներ են գործարարները, որոնց հենց Իրանի Իսլամական Հանրապետության դատարանը բացահայտել է եւ փաստաբանն էլ նշել էր, որ նրանք պարտադրված են մեծ գումար վճարելու Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ խաբել էին եւ ընդ որում նրանք խաբել էին ոչ միայն Գագիկ Ծառուկյանն, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը։ Բայց այս ամենը դարձել է քողածածկույտ կեղծ եւ շինծու գործեր հարուցելու առումով։ Բացի այդ, ես տեսա ըստ էության նոր շատ վտանգավոր քայլ, փաստաբանին Երեմ Սարգսյանին հեռացրին գործից, իբրև թե նա վկա է եղել, նա ներկա է եղել Իրանի այդ արկածախնդիրների, ըստ էության ակներևաբար ոչ այսպես բարեկանոն վարքի տեր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ, ուստի ինքը փաստաբան լինել չի կարող։ Այսինքն նրան տեսան, որ փաստաբանը կարողանում է շատ դիպուկ, մասնագիտորեն, արհեստավարժ, առանց ընդ որում որևէ ինչ-որ քաղաքական, այլ զուտ իրավականորեն ջախջախել եւ ցույց տալ այս գործի շինծու լինելը եւ անմիջապես փաստաբանին հեռացրին։ Բնականաբար Գագիկ Ծառուկյանն նաեւ հայտնվել է այդ առումով եւս չափազանց ծանր իրավիճակում։ Եվ իրոք, չգիտեմ, սարսափելի է։ Ես նայում եմ, մարզիկների մասին էին խոսում, ինչ-որ կղզյակներ առաջացան, բայց ես պարզապես ապշած եմ, որ Հայաստանի գործարար դաշտը, որտեղ Գագիկ Ծառուկյանը մեծ եւ անուրանալի դերակատարում է ունեցել, որտեղ թվում է թե բոլորը նրա ընկերներն էին, ընդ որում գուցե ընկերներն էլ չի, այլ ազգակցական ինչ-որ կամ բարեկամական, այսպես ասեմ, կապերով միմյանց հետ
առնչվող մարդիկ ոչ ոք ձայն չի հանում։ Ինչու՞։ Վախենում են։ Նրա որդիների, դուստրերի այսպես հարսանյաց արարողություններին, տարբերուրախ արարողություններին գնում էին, լուսանկարվում էին, եւ եզակի ընդդիմադիր դաշտի մարդիկ են ձայն բարձրացրել, թե ինչ է տեղի ունենում, ինչու է այս ապօրինությունը կատարվում Գագիկ Ծառուկյանի հետ։ Նախ գործը ամբողջությամբ շինծու է, բայց հասկանում եք, խնդիրը միայն գործը չէ, այն ձևերը, այն մեթոդները, ըստ էության հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգման, ես չեմ խուսափելի այդ բառից։ Մեզ մոտ ամենտեղ, գիտեք, բանակում բարեկիրթ զինծառայողներին են խոշտանգում, քաղաքական դաշտում խոշտանգում են այլախոհներին։ Դա ինչ է, որ դաս լինի մնացածների համար, դիցու կուշ քեզ եմ ասում կուլա դու լսիր, եւ մյուս կուլաները լռում են, միթե մյուս գործարարները չեն հասկանում։ Ընդ որում իրականում պետք է ասեմ, որ ամեն ինչ էլ վերադառնալու է։ Այն խլված գործարանը, խլված գույքերը, դրանք այդպես չեն մնալու։ Բայց հիմա մենք ինչ անբարո իրավիճակում ենք, կամ մարդկանց աշխատանքից հիմա էլ առինջ մոլն է հայտնվել հարվածի տակ։ Եթե այդ իրանցի գործարարներն են պատճառը, ինչ կապ ունի, ընդ որում, ինչպես նշել էր փաստաբանը նախորդ շաբաթներին, այդ հարկերը թաքցնելու մեղադրանքը դուրս է եկել։ Ինչ են գնում փորձում անընդհատ գտնել, էլի ահաբեկել մարդկանց, չէ, առինջ մոլում, որպիսի դրա, չգիտեմ, սեփականությունն էլ վերցնեն, մարդկանց էլ պատժում են ինչ որ բանի համար, մտածում են գուցե այն ձայները, որոնք իրենք խլեցին, հենց այդ, չգիտեմ, առինջ մոլի կամ որևէ այլ գործարան աշխատողներն են տվել եւ հիմա ուզում են ահաբեկել, չնայած ընտրությունները նոր են ավարտվել, այդպիսի աղմկահարույց իրական շատ մեծ հարցեր եւ ցավ առաջացնող սկզբունքներով մի ամբողջ կուսակցության ինչ որ մի քանի ձայնի համար դուրս մղեցին, հիմա էլ պատժի աուտոդաֆե են կազմակերպել, էլի այսպես մի նոր Գողգոթա պիտի բարձրանա Գագիկ Ծառուկյանը, խաչն էլ տվել են նրա վրա եւ աչու ահյակ հարձակվում են, փաստաբանից անգամ զրկել են։ Ես իհարկե տեսնում եմ փաստաբանական ընկերակցությունը ելույթներ է ունենում, բայց հասարակությունը ու մարդիկ աշխատանք չունեն։ Սա նրա համար է, որ հանկարծ որևէ մեկը չհամարձակվի, հա, քաղաքականություն մտնել, չաջակցելով, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանին, բայց այդպես չի լինում։ Մենք բոլորս պետք է անընդհատ ձայն բարձրացնենք եւ հիմա ես կուզենայի խոսել նաեւ մեր կին ըստ էության քաղբանտարկյալի կամ ապօրինի կալանավորված սիրտս ամեն անգամ հազարհուր ցավով է լցվում այդ կնոջ հանդեպ կիրառվել է դարձյալ բացարձակ անտրամաբանական օրենքից չբխող պատժամիջոցների մի զարհուրելի փաթեթ, որի մեջ իր անչափահաս 13 տարեկան դստեր հետ շփվելու անհնարինությունն է, իր 85 տարեկան մոր հետ շփվելու անհնարինությունն է։ Ընդ որում առաջադրված մեղադրանքը միջին ծանրության է եւ հիմնված է, ինչպես իր փաստաբաններն նշում, ինչ որ ենթադրությունների վրա։ Իբրև ինքն է, չգիտեմ, օգնել որպիսի ինչ որ գաղտնի տեղեկություններ լինեին, թե ինչ գաղտնի տեղեկություններ էին դրանք, դա էլ բնավ ապացուցված չէ, այսինքն անգամ այսպիսի ենթադրությունների վրա հիմնված մեղադրանքի հիմքի վրա ինչու պետք է Արեգնազ Մանուկյանը զրկված լինի իր երեխայի, իր մայրիկի եւ իր հարազատների հետ շփվելու որևէ հնարավորությունից։ Սա, գիտեք, պատժելու զարհուրելի կիրքը, ես չգիտեմ, հատկապես ընտրություններից հետո չնայած շատ կանխատեսումներ կային, որ եթե ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը չկարողանա հավաքել իրեն բավարարող այսպես ձայները, մթնոլորտը թեժանալու է, բայց այսքան թեժանալու է։ Գիտեք, կրկոտ հռետորությունից դեպի կրկոտ դատախազներ, կրկոտ ոստիկաններ, կրկոտ քննիչներ, կրկոտ դատավորներ բոլորը ընկած միայն պատժում են։ Կալանքը վաղուց դարձել է խոշտանգման, կներեք, միջոց, խափանման միջոց կալանքը։ Բայց խափանման միջոց կալանքը պետք է ընդհանրապես նպաստեր, որպեսզի նախաքննությունը անվտանգ ընթացք ունենա։
Մարդկանց անգամ այսպես միջինից էլ թեթև մեղադրանքների համար անմիջապես կալանավորում են եւ անմիջապես զրկում են շրջապատող աշխարհի հետ, հարազատների հետ շփվելու որևէ հնարավորությունից։ Մենք պետք է ամենտեղ բարձրաձայնենք։ Ես իհարկե դանդաղ տեսնում եմ արդյունքները, բայց դրանք շատ դանդաղ են եւ շատ բարդ է։ Տեսեք, Բագրատ Սրբազանի վերաբերյալ արդեն միջազգային այդ փորձագետները հայտնեցին, որ իրենց, այո, այդ շատ կարևոր է։ Չի պարունակվում այդ գործներ։ Իհարկե, ահաբեկչական։ Ես հատուկ դա հիշատակեցի ցույց տալու համար, որ գիտեք, կարելի է փորձել ապօրինություն կատարելու, բայց այդ ապօրինությունը թաքուն չի մնալու։ Նրանք նախ երևի սա ցույց է տալիս, որ շատ արագ այն վերջին, գիտեք, ինչ ասեմ, միամիտ կամ դժբախտ մարդիկ, որոնք հավատացել էին, թե քաղաքացիական պայմանագիրը կայունություն ձեռք կբերի, արդեն կդառնան բացարձակ ընդդիմադիր դաշտը երևի դրա համար ոչ մի գործունեություն չի ծավալում, չնայած դա այլ առանձին թեմա է, որովհետև իշխանությունը այնպիսի ուժով է հարձակվել շարքային քաղաքացիների վրա, գիտեք, Ռուսաստանի հետ այդ հարաբերությունների անիմաստ սրման պարագծում, որի արդյունքում, չգիտեմ, 1-2 ծիրան փոխաբերական առումով էլի արտահանվեց Եվրոպա, բայց ոչ մի ֆինանսական օգուտ չբերեց այդ ծիրանը աճեցնողներին, ձկնաբույծներին եւ գյուղատնտեսական լոլիկ արտադրողներին, մնացած ամբողջ գյուղերը նստած են, փորձում են ճանապարհ փակել, կարծում էին, որ ճանապարհ փակելու ձևով Նիկոլ Փաշինյանը եւ իր կուսակցությունը հաջողության հասավ, հիմա այդ ձևով իրենք հաջողության են հասնելու։ Մարդիկ արդեն զրկված են իրենց իրավունքները պաշտպանելու տաժական գործիքակազմից, ինչ որ բան ասում են, անմիջապես սկսվում են տարատեսակ պատժամիջոցներ։ Եվ իհարկե այդ ամենը բարձրաձայնվում է, աշխարհը տեսնում է, եւ այդ կներեք իրականում դրանք փուչիկներ էին։ Եվ եթե իրենց թվում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կամ չգիտեմ, Մարթակոսը եւ մնացածները դեռ կարող են լռել, ապա դա խիստ թվացial է։ Շատ շուտով մնացած բոլոր, ես համոզված եմ Գագիկ Ծառուկյանի գործով, երբ այդ բոլոր փաստաթղթերը ամեն ինչ ավարտվի եւ ներկայացվի եվրոպական դատարան, պետությունը պետք է դրա համար փոխհատուցի։ Այդ ամբողջ նեոբոլշևիկյան, գիտեք, ստալինյան բռնաճնշումների ալիքը պետք է կասեցվի։ Խնդիրը այստեղ նաև քաղաքական չէ, խնդիրը իրավական է, մարդկային է, հումանիտար է, պետական է։ Քաղաքականությունը այստեղ կապ չունի։ Հայաստանը պետք է դառնա օրենքի երկիր եւ իսկապես ժողովրդավարական պետություն։ Բոլոր, եթե կհիշեք, առաջին այսպես ալիքով դեռևս զարգացումները չեն եղել, բայց Նիկոլ Փաշինյանը հիշեց այդ ՊՊՑ գնդի գրավումը եւ ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ Վարյուր Ժանավետիսյանին, որը առողջական ծանր խնդիրներ ուներ, նորից այդ դատերը բացվեցին, նրան ձերբակալեցին, այդ մարդիկ էլի տևական նստած են, դրանք փաստորեն առաջին ծիծեռնակներ էին։ Եվ աստիճանաբար երևի Նիկոլ Փաշինյանը մտածում է գուցե բոլորին ձերբակալեմ եւ այսպես առարկողներ այլևս չլինեն։ Բայց չի կարող այդպիսի պետություն կառուցվել եւ գոյություն ունենալ։ Հայաստանում բռնապետությունները միշտ տապալված են եղել եւ մեր քաղաքացիները իրենց ձայնը պետք է բարձրացնեն։ Ես ուրախ եմ նաև, որ գուցե այս նոր ազգային ժողովն էլ կսկսի գործել, որովհետև կլինեն եւ այդ միջազգային ատյաններում Եվրոպա ԵԽԽՎ, ճիշտ է, ցավալիորեն պետք է ասել, որ Եվրախորհրդի գործադիր մարմնում նստած է Թուրքիայի ներկայացուցիչը, որը նաև այնքան այսպես լավ եւ կրկոտ աշխատող մարդ է, որ պրանկերներին լսելով խիստ խանդավառվել էր եւ իր բոլոր ծրագրերը բացահայտել էր օտար պետության ըստ էության գործերին միջամտելու եւ հոգեվոր հորը հայ առաքելական եկեղեցու առաջնորդին հեռացնելու գործում իր ծառայությունները եւ խանդավառությունը առաջարկելու գործում, բայց խորհրդարանական վերահաժողովում եւ ես համոզված եմ շուտով նաեւ գործադիր իշխանության մեջ շատ պաշտոնյաներ սթափվելու են
Եվ այդ բոլոր կեղծ դատավարությունները փշրվելու են եւ մեղավորները պատասխան են տալու։ Ժամանակն է, գիտեք, կանգ առնելու, դադարեցնելու այդ ատելության մթնոլորտը, որովհետեւ գիտեք, քամի ասում է սերմանողը փոթորիկ կհնձի, ինչքան կարելի է Հայաստանը դարձնել այդպես քաղաքացիական բախումների եւ զարհուրելի ատելության պատճառ։ Սկզբից խոսում եք, չէ, հանցագործությունների աճի մասին, ինքնասպանությունների աճն է նաև մեծացել, ամուսնալուծությունների աճը, ծնելիությունը զարմանալի ցածր մակարդակի վրա է։ Ինչու, որովհետև համատարած ատելության մեջ ոչ ոք չի ուզում ոչ ընտանիք ստեղծել, ոչ երեխաներ ունենալ։ Ատելությունը ծնում է սպանություններ, ծնում է դավաճանություններ եւ ըստ էության դա պետության քանդման հիմքն է։ Մենք բոլորս դա պետք է կասեցնենք եւ աշխարհը պետք է տեսնի, բայց առաջինը Հայաստանի քաղաքացու ձեռքում է բարձրացնել եւ պահանջել, որ Հայաստանում տիրի օրենք։ Մի սարսափելի երևույթ էլ նշեմ, գիտեք, կանայք պարզվեց, որքան նրանց եռանդագին ներգրավեցին իրավապահ մարմիններում, այդքան այդ կանայք դարձան ինչպես ասեմ, բռնատիրական եւ ամենաանողոք պաշտոնյաները, որոնց համար առաջնորդողը ոչ թե օրենքի այն հոդվածներն են, որոնք ունեն այսպես մարդասիրական բնույթ, ըստ էության ասում են գնում ենք Եվրամիություն, չէ՞, չգիտեմ, դեպի Եվրոպայում օրենք անգամ ծանրագույն հանցագործներին թույլ չի տրվում նսեմացնել, խոշտանգումների ենթարկել։ Մեզ մոտ այլախոհության համար են մարդիկ խոշտանգումների ենթարկում։ Ոմանք պետք է դրա մասին շատ բարձրաձայն խոսել, եւ ես պարզապես սարսափելի ցավում եմ։ Ներքին գործերի նախարարը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, առողջապահության նախարարը, որ պետք է լիներ ամենամարդասիրական կառույցներից մեկը, ոչ ոք չի հետարքում, թե ինչ վիճակում են գտնվում մեր հայրենակիցները, որոնք այսպես աչ ու ահյակ դատապարտվում են, արդյոք դրանք արժանապատիվ պայմաններ են, ոչ։ Եվ մեր ռազմագերիները շարունակում են խոշտանգվել Բաքվում, Դավիթ Մանուկյանի վերջին դիմեց ուղիղ Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Իշխանյանը մինչ այդ, խնդրեմ։ Եվ նաև լսել էինք նախկին մեր արտգործնախարարի խոսքերը Դավիթ Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի, իհարկե այս առումով, գիտեք, ցավալիորեն ստեղծվել է նույն վիճակը։ Մեր հայրենակիցները խոշտանգվում են թշնամի Բաքվում եւ մեր հայրենակիցները խոշտանգվում են հարազատ պետության այսպես պաշտոնյաների կողմից, ինչ որ տարբեր հազարհուր հնչեղությամբ, բայց իրականում ժամանակի ընթացքում բացարձակ չապացուցվող մեղադրանքներով։ Բայց Բաքվի առումով ես ամեն դեպքում ինչ որ հույսի պատուհան եմ տեսնում, ի վերջո, ինչպես ասում էի, գիտեք, արդարությունը կարող է պարտվել եւ ոտնահարվել, բայց ինքը երբեք չի կարող մեռնել։ Այն, որ Ռուբեն Վարդանյանի այդ մեղադրական եզրակացությունը արդեն ամբողջովին տրամադրվել է եւ Սիրանուշ Սահակյանը, որը շատ որակյալ իրավապաշտպան եւ փաստաբան է, մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնելու է եւ պաշտպանելու է Ռուբեն Վարդանյանի շահերը, ինձ համար լույսի եւ հույսի այդ պատուհանն է եւ նաեւ շատ ուրախ եմ, գիտեք, ամեն անգամ երբ ես Բաքվի բանտերից լսում եմ մեր հայրենակիցների ձայնը եւ ուղերձները, ես գոտեպնդվում եմ եւ մտածում եմ, որ իրենց ոգին ուժեղ է եւ մենք այստեղ Հայաստանում ամեն անգամ դա պետք է տարածենք, բոլորին հիշեցնենք իրենց այդ հարցերը, որ անպատասխան են մնում, իդեպ օգտվելով առիթից ուզում եմ, չգիտեմ, կարծես Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է, բայց նրա աշխատակազմը գործում է, չէ՞, ինչու նա ոչինչ չի պատասխանում Վերոնիկա Զոնաբենդին։ Չէ՞ որ Վերոնիկա Զոնաբենդը դիմել էր իրեն, որպիսի ինքը աջակցի, որ կանանց միջազգային այսպես պատվիրակություն այցելի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին եւ ձայն բարբառով հանապատի։ Այդ անապատային լռությունը պետք է խախտվի։ Մեր Դավիթ Մանուկյանի հնչեցրած հարցերին Հայաստանի իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխանելու։
Եվ սա միայն արցախյան պայքարը չէ, սա հենց հայաստանյան պայքարի մի հանգրվան է։ Մենք բոլորս Հայաստանը պետք է վերածենք իրավունքի երկրի։ Այո, եւ հենց այն Եվրոպան, դեպի որը իրենք գնում են, բայց իրականում ոչ թե դեպի Եվրոպա են գնում, այլ դեպի ես Ասիա էլ չեմ ուզում ասել, որովհետեւ Ասիայում կան շատ երկրներ, որոնք շատ ավելի ժողովրդավարական են, այլ գնում են դեպի այդ բոլշևիկյան բռնատիրություն, գիտեք, միշտ այդպես է, ով բարձրաձայն գոռում է ազնվության մասին, իրականում իր ներսում այդ անազնվության զնդանում է գտնվում։ Նրանք այնքան հեռու են եվրոպական մարդու իրավունքների պաշտպանելու այսպես ճանապարհից, գիտեք, որքան Ստալինն էր հեռու ընդհանրապես մարդկային պետություն ստեղծելու ճանապարհից։ Իրենց ստեղծածը վայրագ բոլշևիկյան ինչ-որ բռնապետություն է, որը ի դեպ հիմա շատ կարճ կյանք է ունենալու, շատ կարճ, այդ ամենը եւ այդ բռնարարքների ու բռնադատումների ենթարկվածները հանիրավի, նրանք արդարացվելու են եւ ոչ միայն եվրոպական մարդու իրավունքների դատարանում են արդարացվելու, այլ նաեւ Հայաստանի դատարաններում եւ ես համոզված եմ շատ դատավորներ, շատ քննիչներ եւ դատախազներ պարզապես ամաչելու են, որ իրենք եղել են մասնակիցը նման իրադարձությունների, որոնք իրականում հաշվեհարդարներ են ընդդիմախոսների նկատմամբ, բայց Հայաստանը դարձնել ոչ ժողովրդավարական պետություն եւ Բաքվի մեր գերիներին կոտրել չի հաջողվելու։ Ես համոզված եմ շուտով մյուս գերիների գործերն են գնալու եւ Ալիևը ստիպված է լինելու ազատ արձակել մեր գերիներին։ Նրանք բոլորը վերադառնալու են եւ այս ապօրինությունների շղթան ավարտվելու է։